Ըստ ձեզ տրանսպորտի թանկացումը արդարացի հիմնավորված որոշում էր։ Ես տրանսպորտից ընդհանրապես չեմ օգտվում, չեմ կարծում, որ արդարացի էր։ Ընդհանրապես ամեն ինչ կարելի է չթանկացնել։ Մի 2-3 բան։ Զեռա տալիս տրանսպորտի գինա։ Նորից նույնն է։ Ովքեր մուծի կրկնակի է մուծում, ովքեր որ չեն մուծելու չեն մուծում։ Չէ, ինձանից լինի բեսպլատնի կլինի։ Ոչ, դժվել է պետությունը։ Ոչ, մասնագետներ են պետք, որոնք հաշվարկ կատարեն իմանան։ Թանկացումը ճիշտ է, չէ, բայց սխալ է, այդքան միանգամից թանկացնել չի կարելի։ Եթե մինչև վերջ օգտագործեն, լավ կլինի, բայց զապչած չկա, որտից օգտագործեն։ Փիչանումը հանում են գծերից միանի վրա։ Որակը ես դե կենտրոնում եմ ապրում, այստեղ ավտոբուսները նորմալ են, բայց շատ տեղեր կա, որ ավտոբուսները կամ առավել եւս տրոլեյբուսները շատ հին ժամանակվա տրոլեյբուսներ կամ ավտոբուսները շատ հին, լավ չեն աշխատում։ Ես շատ գոհ եմ այդպիսի տրանսպորտ աշխատում, ամեն րոպե։ Ինչ ա եղել, ես այդ թոշակառու եմ, մշտականով օգտվում եմ, այնպես որ մաքուր, հարմար, այն վաղտ ինչ էր գազերներով մեկը մյուսի վրա նստած էին։ Որակ իր տեղն ունի, գինն էլ իր տեղը։ Եթե գինը վճարում ես թանկացած, պետք է օգտվես հարմար վիճակում։ Օրինակ մեր տրանսպորտը չի համապատասխան, որտեղ շատ է ժողովուրդը, ասենք նստատեղերի համեմատ մարդիկ կանգնած են գնում ու խցկված։ Պետությունը գիտե, բարձրագույն օրգանը գիտի, ժողովուրդն էլ ինչպես միշտ։ Օգտվում եմ, բայց ճիշտ չեմ համարում։ Որակը լավ է։ Այո, ամեն հաճելի բանի համար պետք է վճարես։ Այո, որտեղ կառավարության համար շահումն նոր մեքենա են տալիս ամեն ինչը հաջող է։ Ավելի լավ է 300 դրամ տամ այդ պապիրոս կաշեն։ Տրանսպորտի համար գտամ ավելի լավ, կամ օղի խմեմ։ Ժողովրդի համար շատ թանկ է։ Իհարկե ոչ։ Աշխատավարձը ցածր է, գները ամեն ինչ բարձրացել է ու հիմա տրանսպորտը թանկանում է, բայց նույն վիճակն է, հասկանում եք, ավելի վատ։ Առավոտը մենք նստում ենք, այսինքն ճխտվում ենք տրանսպորտի մեջ, երեկոյան նույն ձևով հետ են գալի, դա բարելաված տրանսպորտ է։ Ես գտնում եմ, որ դա ճիշտ չի։